Ասում եք, որ հաճախ փորձում եք ձեզ հիշեցնել, որ բացի նախարարի բովանդակությունից ունեք այլ բովանդակություն։ Ես մի քիչ չափից ավելի ալտերնատիվ կերպար եմ նախարար լինելու համար։ 2015 թվականին, երբ հիմնադրում էիք այդ կուսակցությունը, ո՞րն էր հիմնական նպատակը։ Հանրային վերափոխման առաջի նախապայմանը դա անձի վերափոխումն է։ Թիմի ներսում այդպիսի մարդկանց հանդիմանություն, ինչ-որ խոսք, ինչ-որ բան ասվում է, թե չէ։ Մարդկանց գումարով հնարավոր չի որևէ ծախսանել առանց հիմնավորելու ինչի։ Բայց ինձ մոտ այդպիսի բավարարություն է, որ այս միֆերը կոտրվում են, եւ ստեղծվում են նոր միֆեր։ Մենք մեր դասը պետքա սովորենք եւ այո, նոր միֆեր պետքա չստեղծենք։ Ոնց եք։ Լավ։ Օրվա որ հատվածն եք ամենաշատը սիրում։ Աշխատանքի տեսանկյունից երևի առավոտյան եմ սիրում։ Թարմ անդրադառնում ես բոլոր այն հարցերին, որոնց չես կարողացել անդրադառնալ երեկոյան։ Այդ ժամը քանիսն է առավոտյան։ Երևի 9:30։ Բավականին ուշ եք սկսում օրը։ 9-ին գալիս եմ աշխատանքի, սուրճ եմ խմում, լուրերն եմ կարդում, 9:30 արդեն պատրաստ եմ անցնելու հիմնական գործին։ Դուք ունեք 5 երեխա, առաջին 2 երեխաներին ունեցել եք բավականին երիտասարդ տարիքում։ Չէ՞, 26։ Հա։ Ես վստահ եմ համարյա, որ շատ տարբեր է զգացողությունը, երբ ունենում ես երեխաներ 23-ում եւ երբ ունենում ես 30-ից հետո։ Ոնց է ձեզ համար այդ տարբերությունը, թե ոչինչ չէր փոխվել։ Երբ որ փոքր էի, երբ որ երեխաներ ունեցա, հա, այն ժամանակ ուրիշ էր, բայց հետո երբ որ արդեն մեծ տարիքում ես ու առաջինը չի։ Այսինքն գիտես ինչա սովորես, չեմ կարող համեմատել ինչա նշանակում 23-ում առաջի երեխան եւ 30-ում առաջի երեխան կամ 35-ում։ Ընդհանուր առմամբ ծանր չեմ տարել այդ process-ները, այսինքն այդքան որ սովորաբար մարդիկ կան ասում են երեխա ունենալուց հետո կյանքս փոխվեց, ես լրիվ նոր հասկացա թե ես ինչա, նման բաներ չի եղել իմ մոտ։ Բայց ներգրավված հայր եք դուք ավելի թե չէ։ Չի ասի։ Երևի թե համար էլ այդքան ծանր չեք տարել։ Հա, փոքր երեխաների հետ ժամանակ շատ չեմ կարողանում անցկացնել, մեծերի հետ ավելի շատ։ Այսինքն երբ որ իմ մեծ երեխաները մեծացան, իրանց հետ սկսեցի ավելի բովանդակային ժամանակ անցկացնել։ Հիմա փոքր երեխաներն էլ ինչքան մեծանում են, այնքան ավելի հետաքրքիր է դառնում իրար հետ։ Ինչքան փոքր են, այդքան քիչ։ Ինչ եք սիրում անել մեծերի հետ։ Ճանապարհորդել։ Փոքրերի հետ էլ արդեն։ Մենք սիրում ենք մեքենայով գնալ տարբեր տեղեր, վրանով, առանց վրանի։ Ինչ են ասում երեխաները ձեր քաղաքական գործունեության մասին։ Իրանց համար տարօրինակ էր սկզբից, որովհետև չէին կարող պատկերացնել այդ աշխատանքը, իմ այդ կարգավիճակը, հետո տենց մեկ-մեկ ինչ-որ մեկնաբանություններ են անում։ Կհիշեք ինչ-որ մի հետաքրքիր մեկնաբանություն։ Դե օրինակ տղաս, ով բանակում է ծառայում հիմա, ինքը չի ուզում, որ ես որևէ ձև ասոցացվեմ իր հետ։ Այսինքն ասոցացվեմ այն իմաստով, որ ասեն, որ ինքը նախարարի տղա է, էլի։ Ինքը ուզում է ինքնուրույն իր խնդիրները ինքնուրույն լուծի։ Երևի աղջիկս էլ նույնն է։ Որոշ դեպքերում լինում է, որ լրագրողները ինչ-որ հարցեր են տալիս, դրա վերաբերյալ ինչ-որ հումորներ են անում։ Ասում եք, որ հաճախ փորձում եք ձեզ հիշեցնել ինքներդ ձեզ, որ բացի նախարարի բովանդակությունից ունեք այլ բովանդակություն։ Ինչի մասին է խոսքը այստեղ։ Որն է այդ բովանդակությունը։ Իմ ինքնությունը։ Որն է այդ, մի քիչ խոսենք էլի դրա մասին։ Դե այն է ինչ ձևով, որ ես ինձ միշտ ընկալել եմ, ինչպիսի բնավորություն կամ տեմպերամենտ ունեմ ես,
հարցերին ոնց եմ վերաբերվում, ինչ եմ սիրում, ինչ չեմ սիրում, ինչն է ճիշտ, ինչն է սխալ։ Ինքս ինձ ընկալելու ձև ոնց եմ ես զգում, երբ որ ես եմ։ Այդ նախարարի բովանդակության հետ չի համընկնում այդ ինքնությունը։ Երբ որ դու նախարար ես դառնում, կա նախարարի կերպարը, որը շատ ուժեղ կերպար է, որը դրվում է քո վրա։ Դե մարդիկ քեզ չեն ճանաչում, չէ, երբ որ դու նախարար ես դառնում, իրանք քեզ վերաբերում են որպես նախարարի։ Կոմպրոմիսի հարց է առաջանում։ Այսինքն դու այդ շորը հագնում ես ինչ աստիճանի կամ իր հետ ինչպիսի հարաբերության մեջ ես մտնում, որովհետև կարողա դու մի բան մոռանաս, որ դու ես, ու մտածես, որ դու նախարար ես։ Այդ որտեղ կարող է դրսևորվի։ Տանը օրինակ կարող է եկել զգաք, որ դուք նախարար եք, չեմ հասկանում, էլի դերերը խառնվում են, ինչ է լինում, կամ ընկերների հետ շփման մեջ մեկ էլ զգում եք, որ ես նախարար եմ ու նախարարի պես եք շփվում, մեկ էլ հետո ձեզ հիշեցնում եք, որ չէ։ Չէ, իմ դեպքում ես փորձում եմ դա նախ ես որպես նախարար չեմ, ինձ թվում է։ Ներքին մի պայքար է, որտեղ դու գիծը գծում ես, էլի, ինչքան ես դու, ինչքան այդ նախարարը, անհնար է չլինել նախարար, եւ պետք է ինչ-որ կոմպրոմիսի գնաս, ինչ-որ հարցերում, որովհետեւ ես մի քիչ չափից ավելի ալտերնատիվ կերպար եմ նախարար լինելու համար։ Դրա համար պետք է ինչ-որ մի կոմպրոմիսի գնայի այնուամենայնիվ, որովհետեւ անհնար էր համատեղել այդ երկուսը։ Հատկությունն է, որ չէր համընկնում նախարարի կերպարի հետ։ Կամ հատկություններ միգուցե։ Լուրջ դեմքի բացակայությունը։ Հա։ Իսկ ներքին ինչ որ բաներ։ Դե ինչ որ ինստիտուցիոնալ կառուցակարգային, կարծրատիպային հարցեր կան։ Ես սովորաբար այդ երևույթների դեմ եմ եղել, փորձել եմ չունենամ այդպիսի բաներ։ Այսինքն երբեմն իմ արարքները եղել են հասարակության համար ոչ այնքան տիպիկ։ Հիմա այստեղ պետք է հաշվի նստել այդ երևույթների հետ։ Օրինակ ինչ արարքների մասին է խոսքը։ Որպես նախարար արել եք ինչ-որ բաներ, որոնք անհասկանալի։ Նախկինում նկատի ունեմ։ Հա, որպես նախարար, դե հիմա ես օրինակ հեծանիվով եմ աշխատանքի գնում։ Արդեն 4 տարի է։ Կամ մոտոյով։ Ինչի։ Լավ է տենց։ Հարմար է։ Հարմար է, ու հետո երբ որ ես նստում եմ այդ հեծանիվի վրա, ես միանգամից հիշում եմ, թե ով եմ ես, որովհետև իմ աշխատասենյակում միշտ չի այդ զգացողությունը, որովհետև տեսեք, մարդիկ երբ որ քեզ ինչ որ մի ձևով վերաբերվում են, օրինակ դուք հիմա ինչ որ ձևով ինձ վերաբերվում եք, ես պետք է արդարացնեմ ձեր սպասումները։ Ինչի։ Ինստինկտ է։ Ես ուզում եմ արդարացնեմ ձեր սպասումները, որտեվ ես չեմ ուզում, որ դուք հիասթափվեք ինձնում։ Կամ մեր լսողները ինչ որ մի սպասում ունեն նախարարից կամ մարդուց, ով որ հեռուստատեսությամբ խոսում է, եւ ես պետք է այդ սպասումները ինչ որ մի ձևով արդարացնեմ։ Եվ երբ որ ինչ որ մարդիկ մտնում են իմ աշխատասենյակ, կամ ես ինչ որ հանդիպում ունեմ, իրանք նախարարի հետ են հանդիպում, եւ իրանք ինչ որ սպասում ունեն, որը ես ինստինկտիվ ուզում եմ արդարացնեմ։ Եվ այդ կոմպրոմիսի հարցն է, այսինքն ինչքան ես չեմ արդարացնում, եւ ինչքան ես արդարացնում եմ, կամ ինչքան ես ասում եմ, չէ, ես այդպեսին չեմ։ Իսկ դա դժվար է, որովհետեւ մարդիկ սովոր չեն ուրիշ բան տեսնել։ Հա։ Իրանք սովոր են տեսնել այն, ինչ որ իրանք գիտեն։ Եթե դու հանկարծ ուրիշ ես, դա լավ չի։ Այդ է հարցը, դե ինչքան կարաս դու ուրիշ լինես կամ քեզ բերես այդ գործի մեջ։ Ի զարմանս ինձ իմացա, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիրներից մեկն եք դուք։ 2015 թվականին, երբ հիմնադրում էիք այդ կուսակցությունը, որն էր հիմնական նպատակը։ 15 թվականին քաղաքացիական պայմանագիր նախաձեռնությունը հրապարակեց իր հիմնական սկզբունքները 20 կետից բաղկացած, եւ ես Facebook-ում կարդացի այդ 20 կետը
Եվ ինձ դուր եկան այդ կետերը։ Որ կետներ հատկապես, որ գրավեց ձեր ուշադրությունը։ Այն կետը, որը ասում է, որ հանրային վերափոխման առաջի նախապայմանը դա անձի վերափոխումն է։ Այսինքն մենք պետքա սկսենք ինքներս վերափոխվել, եթե ուզում ենք ուրիշ երկիր ունենանք։ Եվ ես նամակ գրեցի այդ էլեկտրոնային հասցեին եւ ասացի, որ ես բարձր աշխատավարձ էի ստանում եւ ինչ որ մասնագիտական ունակություններ ունեի եւ ասացի, որ ես պատրաստ եմ իմ գիտելիքներով եւ ֆինանսապես օգնել այս գաղափարների իրականացմանը։ Հետո ինձ զանգեց Նիկոլ Փաշինյանը, հրավիրեց հանդիպման, մենք հանդիպեցինք եւ ես սկսեցի մասնակցել այդ քննարկումներին, որոնք շատ հետաքրքիր էին։ Մենք ունենք նախաձեռնողի նիստեր եւ այդ նախաձեռնողի նիստը դա մի միջավայր է, որտեղ բոլորը հավաքվում են, կա քննարկվող թեմա, կա զեկուցող։ Զեկուցողը զեկուցում է թեման, հետո մարդիկ հարցեր են տալիս, հետո մարդիկ վեր են կենում եւ իրենց կարծիքն են արտահայտում այդ թեմայի վերաբերյալ։ Տարբեր թեմաների, ամեն շաբաթ տարբեր թեմաներով եւ սա մի հրաշալի հարթակ էր, որովհետեւ կա բեմ, վերես կենում այդ բեմի առաջ կանգնում ես բոլորի առաջ, 3 րոպե ունես, որպեսզի միտքդ արտահայտես։ Սովորում ես խոսել, սովորում ես խոսել կարճ, սովորում ես խոսել համոզիչ, որովհետեւ դու ուզում ես բոլորին համոզես, ու այդտեղ բոլորը ուզում են բոլորին ինչ որ բանում համոզեն։ Եվ հաղթում է նա, ով հաղթում է, այսինքն եթե դու կարողացար համոզել եւ բոլորը ասցին հա ինքը ճիշտ է ասում, նշանակում է դու լավ արեցիր։ Անընդհատ կատարելագործման մի միջավայր է, մինչև հիմա շարունակում է մնալ այդ միջավայրը եւ լավը նա է, որ եթե ինչ-որ մի թեմայով քննարկում է պետք լինի կամ դու զեկուցողն ես, դու պետքա պատրաստվես։ Պետքա կարդաս, քո աշխարհայացքը ընդլայնես, որպեսզի կարողանաս ուրիշների ինչ-որ բան համոզես։ Երբ որ դուք արդեն ռեսուրս ունեք, լծակներ ունեք այդ ամեն ինչը իրականացնելու, արդյոք ստացվում է հենց այդպես իրականացնել, թե կան խնդիրներ։ Բարդացել է կյանքը, որովհետև էվոլյուցիա է ապրում, այսպես ասենք, ոչ թե վատ իմաստով, այլ ինքը անդադ փոփոխվում է եւ անդադ պետքա մենք մի բան ունենք, ասում ենք երբեք ապոկալիպտիկ պետք չի մտածել։ Այսինքն, երբ որ ինչ-որ մի հատ բան էր տեղի ունենում, գալիս էին, այս ինչ ահավոր է բան եւ այլն, մենք ասում ենք ապոկալիպսիս չկա, այդ ապոկալիպտիկ տրամադրությունը վատ է, այսինքն որ ասել, որ վերջ ամեն ինչ կործանվում է։ Այլ պետք է հասկանալ ինչ է կատարվում եւ այդ կատարվող իրավիճակում հասկանալ քո անելիքը որն է, քո խնդիրը որն է, խնդիրը ճիշտ հասկանալ նախ եւ առաջ եւ անել այդ խնդրի լուծման ուղղությամբ քայլեր անել, սխալներ էլ կլինեն, բայց սա էլ է կարևոր հատկանիշը։ Օրինակ Արցախի կորուստը շատերի համար ապոկալիպտիկ բան ունի։ Չէ, մի քիչ ուրիշ է։ Այդ շատ ցավոտ է բոլորի համար, որովհետև իշխանությունն էլ մարդ է, Հայաստանում ծնված մեծացած մարդիկ են բոլորը։ Բայց այստեղ երբ որ դու պատասխանատու ես բոլորի համար, այդտեղ դու ժամանակ չունես եւ իրավունք չունես երկար այդ ապոկալիպսիսի այդ բանի մեջ մնաս, էլի։ Դու պետք է ասես, լավ, հասկացանք։ Հիմա ինչ ենք անում։ Իսկ հարցը այդ է, եւ այդ հարցը պետք է դնել եւ հասկանալ, լավ, ինչ ենք անում, որովհետեւ բողոքել, դոշերը ծեծել, շորերը ճղել, հա, կարելի է, բայց եթե դու պատասխանատու ես կամ նույն ընտանիքի մակարդակում կարելի է նույնը ասել, հա, երեխաները կարող է լացեն եւ բանանեն, բայց դու միշտ փորձում ես, որովհետեւ քո վրա է պատասխանատվությունը եւ դու չպետք է այդպես լինես։ Այսինքն, նենց չի, որ շատ ցավ չի կիսում այսօրվա իշխանությունը, բայց ինքը ուրիշ բանով դի զբաղվի։ Դի լուծում առաջարկի։ Այս է խնդիրը։ Հայրիկ Մուրադյանի նվիրված երեկույթին էիք մասնակցել ու զգացում էր, որ շատ
շատ հիացել էիք, շատ բան ձեզ դուր էր եկել այնտեղ, ձեր գրառումից այդպես հասկացա, ու այնտեղ մի միտք կար, որ հպարտեմ, որ մեր ներդրումները մշակույթի զարգացման գործում տալիս են իրենց արդյունքները։ Ինձ մոտ միանգամից մի միտք է առաջանում, որ այո, մշակութային առումով շատ առաջընթաց ունենք մենք, շատ բաներ փոխվել են, բայց ես կարծում եմ, որ առաջ էլ այսպիսի միջոցառումներ տեղի ունենում էին։ Այսինքն, այնպես չի, որ մշակութային առումով ոչինչ տեղի չէր ունենում մեր երկրում, բացարձակ, ոչ մի համերգ, ոչ մի հոբելյանական երեկո, ոչինչ, ու մեկ էլ 2018 թվականից հետո սկսեցին ներդրումներ, մշակույթը ծաղկեց, զարգացավ, ու հասել ենք հիմա այդ պիկին ու ամեն ինչ շատ լավ է։ Պիկին չենք հասել։ Կարծում եմ նույնիսկ պիկին հնարավոր չի հասնել մշակույթի իմաստով։ Դա հավերժ զարգացում է։ Ես որ հիշում եմ, կարող է ես բոլոր մշակութային միջոցառումներին չեմ մասնակցել, բայց որպես Հայաստանի քաղաքացի մեր բոլոր միջոցառումները այսպես մինորային նոտայի մեջ էին, էլի, մինորային եւ տենց ռազմահայրենասիրական վիճակներ էր։ Այստեղ մի քիչ ուրիշ էր տրամադրությունը, թե ասենք Հայրիկ Մուրադյանի հոբելյանական միջոցառումներ, բայց այնպիսի մի նրբատ ճաշակություն կար այդ ամեն ինչի մեջ, առանց պաթոսի, առանց այդ ռազմահայրենասիրական բանի, այնքան նուրբ էր եւ գեղեցիկ էր այդ ամեն ինչը։ Ես կարծում եմ, որ այն մեր պապերը, ովքեր ստեղծել են այդ ամեն ինչը, եթե ամեն ինչ ճիշտ է, մենք իրանցից լավն ենք։ Եթե կա էվոլյուցիա, մենք իրանցից լավն ենք։ Եվ եթե մենք իրանցից լավն ենք, ուրեմն մենք էլ կարող ենք մշակույթ ստեղծել։ Եվ պետք չի կարճել այդ ավանդությունից։ Պետք է դա շատ լավ իմանալ, ուսումնասիրել, վերցնել այն ինչ որ ֆունդամենտ է հանդիսանում մեր այսօրվա կառույցի համար եւ շարունակել ստեղծագործել։ Շարունակել նոր բան ստեղծել աշխարհի համար, նոր մշակույթ ստեղծել։ Եվ ես չեմ զգացել, որ օրինակ 2000-ականներին մենք ինչ-որ նոր մշակույթ ենք ստեղծում։ Կարող է ինչ-որ բան սինթեզել ենք, բայց ես նոր բան չեմ նկատել։ Եվ կարծում եմ, որ դա մի հարց է, որին պետք է անդրադառնանք կամ մտածենք դրա մասին։ Ես լիովին համաձայն եմ այն ինչ որ դուք ասում եք, բայց այստեղ էլի ես ում հետ խոսում եմ նախարարներից, միշտ կոմունիկացիայի հարցը կա։ Այսինքն այստեղ պահպանման խնդիրը մենք կարծում եմ ունենք, ու այդ պահպանման ձևը երևի պիտի փոխենք, որ այդ պաթոսը հանենք, այդ սրբացնելու բան անենք, բայց նաև պահպանենք, որտեղ ասում ենք չպետքա կարճել, պետքա նորը ստեղծել, տպավորությունն է, որ այդ մեծ արմատից կտրվում ենք ու ասում ենք գնում ենք նոր բաներ ստեղծելու։ Ասեք դուք հիմա շատ լավ ձևակերպեցիք, ասեցիք պետքա վերցնել լավը, պահել, իմանալ ու դրա վրա ստեղծել նորը։ Չէ, դե տեսեք, այդ պահպանելն էլ բան չի։ Հիմա ես պիտի որոշեմ, որը պահպանեմ, որը չպահպանեմ։ Ինչն է ինձ պետք որպես հանրություն կամ որպես անձ զարգացման համար, որ մի ավանդությունն է, որ մի սովորությունն է, որը օգնում է ինձ, որը չէ, որը չեմ ուզում պահպանեմ։ Որովհետև եթե նայենք մեր հասարակական տարբեր կառուցակարգեր շատ արխայիկ են, շատ բռնապետական են եւ մենք ուզում ենք դա պահպանենք, թե չէ։ Ես լսել եմ, որ իմ պապերի ընտանիքներում կանայք տղամարդկանց հետ սեղան չէին նստում։ Հիմա ես չգիտեմ, մենք ուզում ենք դա պահպանենք, թե չէ։ Դա մենք դա չենք պահպանում, լավ, արդեն բոլորս չէ, բայց դե հենց այդ է, բայց եկեք ազնիվ լինենք իրար նկատմամբ։ Եկեք ասենք ինչ ենք անում։ Որովհետև մենք սովորաբար ինչ ենք անում, մենք պաթոսային բարձր մտքեր ենք արտահայտում կամ պլանկաներ ենք դնում, հետո կեղծում ենք։ Եվ մեր ամբողջ հասարակակարգը հիմնված է կեղծիքի վրա։ Որովհետև այնքան է բարձրացվել այդ պաթոսը, սրբադասվել ինչ-որ բաներ,
որ հնարավոր չի տենց ապրել, որտեղ մենք այդքան լավը չենք դեռ։ Եվ մենք անկեղծ չենք, դրա համար ստիպված ենք անընդհատ կեղծել, խաբել։ Եվ ինձ դա դուր չի գալիս։ Դրա համար ավելի լավ է ասել։ Դե իհարկե, երբ որ ասում ես, կարելի է քննադատել, հայհոյել, ասել, այ տեսեք, այս մարդիկ սենց են անում, նենց են անում, մեր դարավոր հազարամյա, չգիտեմ ինչը եւ այլն, բայց ինձ թվում է հենց այսօրվա նույնիսկ քաղաքական դեբատը այդ կեղծիքի մասին է։ Կեղծիքի հաղթահարման ձևերի մասին է եւ դրա համար մեծ խիզախություն է պետք։ Մեծ Մեկ ուրիշ գրառման մասին եմ ուզում հարցնել ձեզ։ Դուք ասում եք այնտեղ, որ այսօր ավելի քան երբևէ երիտասարդը Հայաստանում հնարավորություն ունի կրթվելու, զարգանալու, ինքնակրթվելու եւ այլն։ Այդ ինչ հնարավորություններ են ստեղծված, որպեսզի երիտասարդը կրթվի, որովհետեւ ես լավ չեմ պատկերացնում, ինչ ա փոխվել մեզ մոտ Հարվարդի համալսարանի մասնաճյուղաբացվել, ինչ նկատի ունեք դա ասելով։ Ասեմ Երբ որ ես փոքր էի եւ մինչեւ վերջերս Հայաստանում հաջողակ էին ոչ այն մարդիկ, ովքեր կրթվում էին եւ իրանք էին իշխում այս երկիրը եւ իրանք համարվում էին առաջնորդ։ Ես չեմ ասում մենակ նախագահ, վարչապետ, նախարար, ցանկացած համայնքում այն մարդիկ, ովքեր ճարպիկ էին, ովքեր կարողանում էին ինչ-որ մի ձևով շահագործել այլ մարդկանց, իրանք մեծ եւ սև մեքենաներ էին քշում։ Իսկ մարդիկ այնպեսին էին, ինչպեսին ապրում էին։ Մի մասը դժվար, մի մասը առավոտից իրիկուն աշխատելով եւ մեծ արդյունք չստանալով։ Ես կարծում եմ, որ դա հիմնական խնդիրներից մեկն է այսօր այդ դրա հետևանքները։ Եվ մենք այսօր դա միանգամից հնարավոր չի իհարկե, բայց այսօր հենց կրթության վերաբերյալ եւ կրթված մարդկանց տեղ տալու եւ այդ ցույց տալու, որ այն մարդիկ, ովքեր ջանք են գործադրում ինչ որ մի բան ստեղծելու, իրանք են առաջ գնում, ես դա էի նկատի ունեի, որ երիտասարդների համար այդ ուղենիշը փոխվել է կամ փոխվում է, կամ հիմա ավելի շատ է, քան նախկինում։ Ասեք դուք ասում եք, որ այդ երևույթը արմատախիլ ամբողջությամբ դեռ չի հաջողվել անել, հա։ Երբ որ պաշտոնում գտնվող մարդիկ, իրանք սև մեծ մեքենանոր մարդիկ էին, ու մնացածը ապրում էին տենց իրենց կյանքը աղքատ եւ սոված։ Այսօր էլ ունենք էլի աղքատ եւ սոված մարդիկ եւ ունենք պաշտոնում գտնվող մարդիկ, որոնք կարող է այնքան չեն չարաշահում, ոնց որ առաջ կարող ավելի շատ են չարաշահում, չգիտեմ, բայց կան այսօր։ Ձեր թիմում կան այդպիսի մարդիկ, ինձ հետաքրքիր է թիմի ներսում այդպիսի մարդկանց հանդիմանություն, ինչ որ խոսք, ինչ որ բան ասվում է, թե չէ։ Երբ որ պետական միջոցներով որևէ նման գնում է իրականացվում, դրա համար կա հստակ կարգ, կանոնակարգ, հիմնավորվածություն, որովհետև մարդկանց գումարով հնարավոր չի որևէ ծախսանել առանց հիմնավորելու ինչի։ Եվ եթե այդ հիմնավորումը սխալ է, դա այլ հարց է։ Բայց կարծում եմ, որ մենք արդեն որպես ֆինանսների նախարարությունը, որ այդ գումարները հատկացնում է, շատ բծախնդիր ենք դրա նկատմամբ, որպեսզի այդ նպատակայնությունը, ամեն գումարի դիմաց արժեքը հնարավորինս բարձր լինի։ Իհարկե կատարելությունից հեռու ենք, բայց ես կարծում եմ, որ անընդհատ մենք ավելի լավ ենք անում այդ գործը։ Մի հատ կարևոր բան, որ շատ գնահատում եմ ներկայիս իշխանության մեջ, դա նա է այդ միֆերը կոտրելու ձգտումը։ Դա շատ ցավալի process է, հանրության համար, ինչ որ տենց բան կա, որ էս հիմա սրան կպան, հիմա էս են քանդում, են քանդում եւ այլն, ես հասկանում եմ, որ դա այդ ձեր ասած կեղծիքը տակից մաքրելու process-ն է ու ասել, որ մենք ունենք էս ինչ որ ունենք, եկեք այդ պաթոսը հանենք, էս հանենք, այն հանենք, տեսնենք ինչ ունենք, բայց ինձ մոտ այդպիսի բավարարություն է, որ այս միֆերը կոտրվում են, եւ ստեղծվում են նոր միֆեր այս իշխանության կողմից։ Օրինակ, որ մենք ապրում ենք նորից եմ ասում,
մշակութապես ավելի զարգացած, երիտասարդների ավելի հնարավորություններով, ավելի ազատ, ավելի ապահով եւ կոռուպցիա չկա, սա էլ է միֆ։ Միգուցե դա ասվում է, որ մենք դրան հասնենք, նպատակը որն է այդ նոր միֆեր ստեղծելու, որ մենք դրան հավատանք ու գնանք դեպի այդ։ Ես չէի ասի, որ միֆեր է ստեղծվում, այդ միֆերի հետ կապված ինձ թվում է ցանկացած պետություն կամ հանրություն, ով որ մեծ շոկերի մեջով է անցել, եթե կարողացել է իր նախկին միֆերից ազատվի, ունեցել է մեծ թռիչքաձև աճ։ Դա վերաբերվում է թե Ճապոնիային, թե Գերմանիային, բազմաթիվ երկրներ։ Եթե իր դասը սովորել է, եւ հիմա մենք մեր դասը պետքա սովորենք։ Եվ այո, նոր միֆեր պետքա չստեղծենք։ Կարծրատիպեր պետքա չստեղծենք։ Միշտ պետքա բաց լինենք նորը սովորելու, նոր բան անելու։ Ինչ վերաբերում է կոռուպցիային, այո, բայց դրա նկատմամբ հանդուրժողականություն չկա։ Այդ է տարբերությունը։ Ոչ մեկ չի ասում, որ կոռուպցիա չկա։ Եթե չկա կոռուպցիա, ով է ձերբակալվում ժամանակ առ ժամանակ։ Ինչի է ձերբակալվում։ Կա կոռուպցիա եւ պետքա դա հաղթահարել։ Մարդիկ գայթակղվելու հատկություն ունեն։ Նամանավանդ, երբ որ իրանց կամքից ինչ-որ շատ բան է կախված։ Իսկ իրանց կամքից շատ բան է կախված այն ժամանակ, երբ որ ինստիտուցիոնալ կայացվածություն չկա, այսինքն մեխանիզմները ինքնուրույնաբար որոշումներ չեն ստեղծում, հարցեր չեն լուծում։ Շատ բան է մարդու հայեցողությանը թողնված, եւ սա պետքա միանգամից հնարավոր չի որ լինի, շատ դաժան process է։ Մենք դրանով ենք զբաղված հիմա մեր կառույցում, շատ բացեր փորձում ենք փակել, որ հայեցողական բաներ չլինի, որովհետեւ եթե ճիշտ չանես, ճիշտ բալանսները չդնես, մի բանը կվերացնես, մի ուրիշ բան կստեղծես։ Դուք որպես նախարար ոնց եք դրա դեմ պայքարում, ինքներդ ձեր մեջ։ Ինչ եք ձեզ ասում, ինչ եք հիշեցնում, որտեղ հաստատ ձեր գայթակղությունն էլ մեծ է։ Ինչ եմ ինձ ասում։ Այդ գայթակղություն, բոլորս հակված ենք գայթակղությունների։ Երբ որ ինչ-որ շանս է ստեղծում, ինչ-որ հնարավորություն է ստեղծում ինչ-որ մի բան անելու, հա, վերցնելու։ Դե նախ նենց եմ անում, որ չստեղծվի։ Ոնց։ Չեմ ստեղծում այնպիսի իրավիճակ կամ խուսափում եմ ամեն ինչ անում եմ, որպեսզի չստեղծվի այնպիսի իրավիճակ, որ ես կարող եմ գայթակղվել։ Այդ առաջի բանն է։ Հետո ներքին աշխատանք է, դժվար աշխատանք է, բայց տարբեր բաներ ես ինքդ քեզ ասում, նայած որը որն է ազդում, որպեսզի ինքդ քեզ պահես ճիշտ բալանսի մեջ։ Դա դժվար է։ Դա ամենօրյա նոր աշխատանք է։ Նորովի ինքդ քեզ զսպելու։ 2018 թվականին մարդիկ դուրս եկան հրապարակ եւ մերժեցին այդ ժամանակվա իշխանությանը։ Հեղափոխությունը արվում էր նրա համար, որ ոչ մի քաղաքական պաշտոնյայի հետ չկապվի որևէ կոռուպցիոն քրական ինչ-որ բաներ։ Ես հասկանում եմ, դուք կարող եք ասել, որ դուք հանրային մարդ եք, դուք նախարար եք, դուք նախկին ձեռնարկատիրական գործունեություն եք ծավալել եւ խոշորացույցի տակ եք, կարող են հազար ձև մանիպուլացնել այդ ամեն ինչը եւ ներկայացնել, բայց ձեր թիմում էլ էս անուններ չնշեմ, կան մարդիկ, ովքեր կարողանում են այդ անաղարտությունը պահպանել։ Իրենց անվան շուրջ ոչ մի կոռուպցիոն սկանդալ ոչինչ չի պտտվում։ Հարցս հետևելն է. ինչ անենք մենք այսօր որպես հասարակություն, ինչ փոխենք մեր մտածելակերպի մեջ, որպեսզի մյուս իշխանությանը ընտրելիս մենք վստահաբար իմանանք, որ այլ ոչ մի կոռուպցիոն սկանդալի մասին մենք տեղյակ չենք լինելու։ Ես կարծում եմ, որ դա անհնար է։ Միշտ ինչ-որ կոռուպցիոն սկանդալ կարա լինի։ Նամանավանդ եթե դա իմ հետ կապված լուրերի հետ կապված դա սկանդալ եք համարում, ապա այդպիսի սկանդալ կարա լինի, որովհետև չեղած տեղից պատմություն է։ Դա անհնարավոր չլինի։ Նույնիսկ ինչպես ասեցի, շատ զարգացած երկրներում են լինում կոռուպցիոն սկանդալներ եւ կարա դա լինի, որտեղ մարդիկ կարող է ինչ-որ հայտակղվեն, հարցը իր մասշտաբի մեջ է։ Դա նույնիսկ փոքր մասշտաբների մասին է։ Ինչ անել, որ մարդիկ
չգայթակղվեն դրանով, երևի նյութական արժեքները չդարձնել ֆետիշ։ Դրա համար երևի մարդիկ ուրիշ արժեքներ պետք է ունենան, ասենք օրինակ ես պետք է մտածեմ, որ երևի իմ երեխաների բարի համբավը ավելի կարևոր է, քան փողը, կամ ես երևի պետք է մտածեմ, որ հասարակությանը ծառայելը դա ինքան մեծ առաքելություն է կամ ինքան լավ բան է, որ փողն ինչ է, որ պետք է դրա համար ես այդ ծառայության ոգին մի կողմ դնեմ։ Այդտեղ բարդ հարցեր կան, բազմաշերտ, որոնք պետք է կամաց կրթության միջոցով, մեր ընտանիքներում մեր երեխաներին դաստիարակելու ձևի միջոցով կամաց հաղթահարենք։ Ես չեմ կարծում, որ դա 18 թվականին հեղափոխությամբ հնարավոր էր այդ ամեն ինչը արմատախիլ անել, որովհետև մենք նույն մարդիկ ենք բոլորս։ Այն ինչ որ 18-ից առաջ էինք, 18-ից հետո էլ ենք նույն մարդիկ։ Հա, ինչ որ բան փոխվել է։ Կոռուպցիան ինստիտուցիոնալ չի։ Այդքան բան չի, ամենավերևի մակարդակով չի հովանավորվում։ Բայց մեկը այդ խնդիրները մանր պետք է երկար ժամանակ եւ մեծ ջանքերով լուծենք։ Վերջում ուզում եմ ձեզ կարճ հարցեր տալ ու ուզում եմ, որ կարճ էլ պատասխանեք այդ հարցերին։ Վերջին 15-20 տարվա ընթացքում եղել է մի ֆինանսների նախարար, որի աշխատանքը դուք համարում եք արդյունավետ։ Ես շատ չեմ ուսումնասիրել նախորդ ֆինանսների նախարարներին, իհարկե ճանաչում եմ Տիգրան Խաչատրյանին, ով ինձնից առաջ էր, բայց լսել եմ, որ Վարդան Արամյանը շատ բաներ անում էր, ինձ ասում են դու անում ես նման նենց ոնց որ Վարդան Արամյանն էր անում։ Ինչի մասին եք երազում։ Երազում եմ դպրոց բացեմ։ Ինչ դպրոց։ Երեխաների կրթվելու լավ դպրոց։ Կա ինչ-որ հատուկ մեթոդաբանություն, ուղղվածություն, որ պիտի ունենա այդ դպրոցը։ Ես ծանոթ եմ Վալդորֆյան մանկավարժության հետ։ Երևի որոշ դրվագներ այդ մեթոդից կարելի է այդտեղ օգտագործել։ Ինքս մանկավարժի կուրս եմ անցել այդ դպրոցում։ Հասկանալի։ Այսինքն սովորել եմ մանկավարժ լինել, որպեսզի այդ դպրոցը հիմնեմ։ Վաղուց եմ դա արդեն երազում։ Ինչից եք վախենում։ Երևի տենց ստանդարտ բաներից։ Ինչպես են ձեզ հիշելու։ Մեկը ով որ սիրում էր իրանց։ Ինչպիսին է միջին վիճակագրական հայը։ Շուստրի։ Եթե ձեր կյանքին մնար 5 րոպե, ինչ կանեիք։ Նույն բանը։ Շատ շնորհակալ եմ ձեզ այս անկեղծ ու գեղեցիկ զրույցի համար, պարոն նախարար։ Ես եմ շնորհակալ։